Պարոն նախագահ, ընտրություններին ընդառաջ ավելի են ակտիվանում հիբրիդային սպառնալիքների մասին այդ խոսակցությունները, դա տեղ գտավ նաև արտաքին հետախուզության ծառայության զեկույցում, հետաքրքիր է, որ իշխանությունները ոչ վարչապետը, ոչ բարձրաստիճան որևէ պաշտոնյա կոնկրետ չի նշում, թե որ երկրի մասին է խոսքը, խուսափում են նշել։ Լավ էլ նշում են։ Կոնկրետ Եվրոպամետ ուժեր նշում են տարբեր ուժեր, տարբեր քաղաքական ուժեր, բայց պաշտոնյաները խուսափում են նշել, միայն Եվրամիության արտաքին քաղաքական եւ անվտանգության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ասաց, որ իշխանությունները Հայաստանի դիմել են իրենց Ռուսաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների հետ կապված։ Ըստ ձեզ այս գործոնը, այսպես կոչված հիբրիդային սպառնալիքի այս հատվածը, այս հակառակորդը ինչպես կարող է ազդել ընտրությունների վրա, ինչ լրացուցիչ դիվիդենտներ կարող է տալ քաղաքական ուժին իշխող։ Եվրոպացուց հայտարարությունները, թե ակնարկը Ռուսաստանի նկատմամբ։ Իմ տպավորությամբ, որ սա նայած ով ոնց կիրառի այս ամենը։ Իսկ եթե ընդհանրապես խոսանք հիբրիդային պատերազմի մասին կամ խոշոր պետությունների ազդեցության մասին փոքրերի վրա, հիմա տեսնում եք Տրամպը ոնց է իր հարցերը լուծում։ Մեկը ինչ որ մի բան ասես դուրը չեկավ, նույնիսկ իր պարտներներին եվրոպացի 200% տարիվ, 50% տարիվ, 70% տարիվ, այս կանեմ, այն կանեմ, ու աշխատում է, այնպես չի որ չի աշխատում։ Հենց որ ասում 80% տարիվ, հետո բանակցում ենք 25-ով բարիշում ենք, կոպիտ ասած, բայց բանա փոխում։ Հիմա դուք պատկերացրեք, որ հանկարծ Ռուսաստանը որդեգրի նման ոչ աշխատելու այն տարածքների վրա, որոնք պատմականորեն այսպես համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Հիմա պատկերացրեք օրինակ, ինչ որ մի բան հիբրիդային պատերազմից խոսած, կամ Արեն Սիմոնյանը մի հիմարություն ասաց հերթականը, օրինակ Ռուսաստանի նախագահ տեսականորեն հայտարարում է 200% տարիվ Հայաստանի վրա։ Ինչ ենք անելու։ Մենք ընդունում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է այս քաղաքականությունը վարել, բայց մենք նույնիսկ մեր մտքով չի անցնում, որ Ռուսաստանը կարող է նման բան անել։ Որտեղ Ռուսաստանը իրեն այնպես է պահել այս ընթացքում, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է անել։ Բայց Ռուսաստանի լծակները մեր վրա նման կարգի քաղաքականությամբ ազդելու հսկայական են։ Հսկայական են։ Նման կարգի մին քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ պրոբլեմ է, որովհետև մենք մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ չի գնում։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը, այսպես ասենք, հիբրիդային պատերազմի շրջանակներում նման մի քայլի դիմի։ Ես հիշեցնեմ, հիշողությունս լավ է։ 19 թվական Վրաստանում Գաբունիա անունով մի լրագրող կար։ Բավական հայտնի Ռուստավի հերոստա ընկերության եթերում շատ կոպիտ արտահայտվեց Ռուսաստանի վերաբերյալ եւ Ռուսաստանի նախագահի հասցեի հայ հոյանքներով։ Դուք չեք հիշում ինչ է եղել դրանից հետո։ Հիշեցնեմ, երևի հիշում եք, անմիջապես կաղնեցրին ամբողջ առևտուրը։ Բոլոր թռիչքները չեղարկեցին։ Դա եղավ հուլիսի սկիզբ։ Ոչ մի ինքնաթիռ այլևս այդ հաղորդակցությունը օդային կտրեցին։ Հսկայական կորուստներ ունեցավ ամբողջ Վրաստանի բիզնեսը։ Տուրիստական սեզոնը մեռավ, որտեղ 70%-ը Ռուսաստանի քաղաքացիներն էին։ Վրացիք այդ լրագրողին գործից հանեցին, ներողություն խնդրեցին եւ ժողովուրդը հասկացավ, թե ինչքան է իր տնտեսությունը, իր բարեկեցությունը ամեն մարդու, ինչքան է կախված Ռուսաստանից։ Բաթումի հետ հյուրանոցների հետ ամառը դատարկ է։ Ինչի համար եմ ես դա հիշեցնում։ Որտեղ Ռուսաստանը շատ համբերատար է եւ իրենք մեզ գիտեք ոնց է նայում։ Իրենք
Նույնիսկ եթե մեկը ինչ որ կտրուկ ասում է, բա միգուցե մի քայլ անենք եւ այլն, նայեք ամերիկացիք ինչ են անում։ Ասում են, բայց հայ ժողովուրդը մեր մասին ինչ կմտածի։ Շատ զգայուն են նրա վերաբերյալ, թե մեր ժողովուրդը ինչ կմտածի Ռուսաստանի նկատմամբ։ Սա գալիս է մեր sense ընդհանուր անցյալից, գալիս է որ մեկ երկրում ենք եղել, շատ գործոններ կա, նաև մշակութային կապերից, ազնական կապերից, սրանից է գալիս։ Բայց պատկերացրու, եթե մի պահ ուղղակի պատկերացրեք, եթե սկսեն վարվել Միացյալ Նահանգների պես։ Տրամպը չի մտածում, մեքսիկացին ինչ կմտածի, երբ որ ասում է տարիֆները 100% քննարկենք, կամ կանադացուց չի մտածում, նա ինչ է մտածելու։ Իր ձեռքին այս լծակը կա, կիրառում է, ասում է, հնարավորություն ունեմ, անում եմ։ Ու մենք դա չենք գնահատում, հակառակը, մենք Ռուսաստանի հասցեին ինչ ասես ուղղակի կամ անուղղակի փորձում ենք ցեղ շպրտել Ռուսաստանի վրա, չմտածելով, թե ինչ կարգի լծակներ ունի այդ երկիրը ազդելու համար մեր ժողովրդի տրամադրության վրա։ Ոչ միայն գյուղատնտեսությունը։ Դուք վերցրեք, վերջերս հրապարակվել է հարկատունների, խոշոր հարկատունների ցուցակը։ Վերևի 10 վերցրեք։ Դրանից 8 ամբողջությամբ փող են աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Մի հատ այս սենց մի հատ բանով կարան դրանց մուտքը Ռուսաստան փակեն։ Մի հատ այս սենց բանով։ Դուք ճիշտ հասկացեք իրավիճակը։ Եթե փորձ են նման բան անել, ես առաջինն եմ լինելու, որ խնդրելու եմ չանեն, իմ կապերը օգտագործելով։ Բայց ես նաև պրագմատիկ հասկանում եմ, որ ինչ կարգի ազդեցություն կարող են ունենալ։ Եթե սա է հիբրիդային պատերազմը, հիմա ինչ ասեմ, դա ուղղակի բան է, ամոթ է։ Պարոն նախագահ, իսկ այդ խաղաթուղթը որքանով կաշխատի հոգուտ իշխանությունների ընտրությունների ժամանակ այդ։ Հիմա ես ինչի համար այսքանը ասացի։ Եթե այդ խաղաթուղթը սկսի նաև Ռուսաստանը կիրառել, ինչ ենք անելու։ Ես չգիտեմ ինչ են անել։ Այս խաղաթուղթը իրենք այո օգտագործելու են։ Ամեն կերպ փորձելու են սերմանել հակառուսաստանյան տրամադրությունները Հայաստանում։ Նա ինչ անում են։ Ենթադրում եմ, որ ազդեցություն ունենալու է։ Եվրոպացիք հեսա մայիսին գալու են Հայաստան, ինչ կարգի հայտարարություններ, ասես անելու են։ Իմիջիալս դա նույն Եվրոպան է, որ ասենց լավ խրախուսեց ուկրաինացուց մտնել խորը ասենց պատերազմի մեջ եւ հիմա ինչ Ստամբուլում պայմանավորում էին 22 թիվ ապրիլ ամիս։ Ընդամենը 1.5 ամիս էր պատերազմը, 1.5-2 ամիս։ Եվրոպացուց ակտիվ մասնակցությամբ ձախողել են բանակցությունները։ Եվ արդեն 4-րդ տարին է։ Ազդելու է։ Ինչ ենք անելու, պիտի փորձենք հակազդել։ Նաև նման կարգի մամուլի ասուլիսներով։ Եվ կրկնում եմ, խոսքը ռուսականության, հակառուսականության մասին չի։ Խոսքը պրագմատիկ մոտեցումների մասին է։ Իդեպ մի բան էլ ավելացնեմ, իմ ժամանակ Եվրոպայի հետ առևտուրը մեր արտաքին առևտրի 20%-ից ավելն էր Հայաստանում, իմ նախագահության ժամանակ։ Այսօր Եվրոպայի հետ առևտուրը մոտավորապես 7%-ի չափ է Հայաստանի արտաքին առևտրի ծավալները։ Հիմա դու մի կողմից, եւ նաև եվրոպական ընկերությունները շատ ավելի շատ էին Հայաստանում կամ արևմտյան ընկերությունները, քան հիմա։ Հիմա դու մի կողմից ամբողջ տնտեսությունդ դեպի Ռուսաստան թեքվածությունն շեշտակ է մեծացել, մյուս կողմից դու քաղաքական ինչ-որ օրենք ես ընդունում Եվրոմիության անդամակցության։ Այն Եվրոմիության, որը այս վիճակում համոզված եմ 5 տարի հետո գոյություն չի ունենալ։ Եվրոպան ունի զարգացման երկու ճանապարհ։ Մեկը կամ պետք է ինտեգրացումը խորացնի ավելի, սեփական զինված ուժեր եւ այլ, կամ պետք է մի երկու քայլ հետ գնա, ավելի տնտեսական կառույց դառնա եւ ես համոզված եմ, որ երկրորդ ճանապարհն է լինելու։ Մեկ ընտրական ցիկլից հետո Եվրոպայում 26-27 թվականներին հետ են գնալու մի երկու քայլ։
Բրյուսելը ասենց քաղաքական որպես միավոր համոզված են, որ մնալու է որպես տնտեսական, որտեղ բոլորին դա ձեռնտու է զուտ տնտեսական առումով, բայց քաղաքական կոմպոնենտը շեշտակի թուլանալու է, չեմ կասկածում։ Մի մեջբերում բերեմ։ Բելգիայի վարչապետ, գործող վարչապետ, իր վերջի հարցազրույցների մեկի ժամանակ ասել է հետևյալը. մենք կաղանած ենք ընտրության առաջ լինել երջանիկ վասսալ կամ դժբախտ ստրուկ։ Ես չեմ ասել, մեջբերում է, ասել է դա Դավոսում։ Իմ վիճարուս խելոք մարդ։